Ձեզ ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականության բեք միացել մեզ, լսում եք գործարար ալիքը, սա սխալ հաշվարկ հաղորդումն է եւ մեր տաղավարում կրկին հետաքրքիր հյուր ունեմ Սամվել Գևորգյանը, բիզնես խորհրդատու եւ BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր, պարոն Գևորգյանը մեր ամենահարազատ հյուրերից է, ողջունում եմ, պարոն Գևորգյան։ Շնորհակալ եմ շատ ձեզ համար երևի հարազատ տաղավարում մեզ համար դուք էլ հարազատ եք շատ ու զրույցը կարծում եմ այդ ֆոնի վրա նաև շատ հարազատ ու մտերմիկ կլինի, չնայած որ խնդիրներից եւ ձախողումներից ենք խոսելու։ Հետաքրքիր է իրականում գանք այնտեղից, թե բիզնես սկսելիս մարդիկ առաջինը ինչին պիտի ուշադրություն դարձնեն հաշվարկներին, թե շուկայի ուսումնասիրությանը, թե էմոցիոնալ որոշումը պիտի լինի այդտեղ, առհասարակ ոնց է էլի այդ մեխանիզմը աշխատում, ձեր այս փորձը ինչ է պատմում։ Առաջիներս շնորհակալություն հրավերքի համար, իսկապես շատ հարազատ ու շատ սիրելի ստուդիա է, երևի 2-3 տարի չի եղել ու մեծ ջերմություն զգացի, որ հայտնվեցի կրկին այստեղ, առավելապես քեզ մոտ, իմ օրը սկսվում է թարմ ուղեղով, իդեպ մեքենայի մեջ։ Հարցը հետաքրքիր է ինչ տեսանկյունից, ինչից սկսել, պետք է սկսել ինքդ քեզնից։ Այսինքն դու պատրաստ ես մտնել մի աշխարհ, որը ամբողջովին անծանոթ է քեզ համար։ Գայթակղությունները շատ են իհարկե, շատ մեծ են, գումար աշխատել, հայտնի դառնալ, մտնել որոշակի ցանցի մեջ, բայց ամեն դեպքում ինքդ քեզ պետք է աուդիտ անես, հաշվապահական լեզվով ասած, բիզնես լեզվով ասած, աուդիտ անես թե բնավորության գծերով, թե քո մոտեցումով, թե աշխարհայացքով, թե թիմային դերակատար լինելու տեսանկյունից։ Օրինակ բիզնեսում ամենամեծ սխալներից մեկը նա է բիզնես սկսելուց, որ բաժնետերերը կամ բիզնես սկսողները իրար հետ չեն պայմանավորվում իրենց բիզնես գործառույթների դերաբաշխման տեսանկյունից, մինչ բիզնես սկսելը։ Սկսում են ուղղակի ու նոր ընթացքում որոշում են, որ պիտի այդ ամենը իրականացվի։ Պետք էր որ բաժանում լիներ։ Ու այսպիսի սխալները բավականին շատ են։ Բայց շատերն էլ ասում են, պարոն Գևորգյան, որ ամեն դեպքում, եթե այն փորձել անընդհատ այդ մեխանիզմները ի սկզբանե որոշել, այդ process-ը ի սկզբանե դնել, պարզապես բիզնեսը չի ստացվի, որովհետև պիտի էմոցիոնալ որոշում կայացնես ու ընթացքում սկսես անընդհատ այդ process-ի մեջ եփվել, այսպես ասած։ Ոնց է ճիշտ էլի ամեն դեպքում։ Ճիշտը բալանսը պահելն է, էմոցիոնալի եւ ռացիոնալի։ Մի կողմից իհարկե էմոցիոնալ, որ դու ուզում ես ինչ-որ մի բան ստեղծես, արժեք ստեղծես, մյուս կողմից էլ էմոցիոնալը խանգարում է, որովհետև էմոցիաների մեջ կա կոմպոնենտ, որը կոչվում է սիրահարվել քո գաղափարին։ Երբ որ դու սիրահարում ես քո գաղափարին, ռացիոնալը նվազում է, որը ռիսկային է։ Ռացիոնալ մասն էլ պետք է լինի։ Ուղղակի այստեղ որոշում կայացնել խաղի կանոնների տեսանկյունից։ Եթե դու մտնում ես մի աշխարհ, որտեղ խաղի կանոններ չկան, բնականաբար դու դառնում ես խաղաքար։ Երբ որ դու մտնում ես աշխարհ, որտեղ խաղի կանոնները ինքդ ես սահմանում, դառնում ես խաղացող։ Այստեղ ընտրության հարց է, թե ով ինչ է ուզում լինել։ Այսինքն յուրաքանչյուր բիզնես պիտի սեփական կանոններ ունենա, թե ամեն դեպքում, օրինակ խորհրդատվական ընկերությունները, աջակցման կենտրոնները, իրենք ունեն հստակ այսպես մի հատ ցանկ, որը իրենց համար առաջնահերթություն է եւ բոլորը գոնե այդ մինիմալ կանոնները պիտի առաջ տանեն։ Սա օրինակներ որպես դուք ոնց եք վարվել։ Իրականում տարբեր բիզնես մոդելներ կան, ասենք խորհրդատվական ծառայությունները, իրավաբանական, հաշվապահական, տարբեր ծառայություններ, պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ընկերություններ են, իրենց մոդելը լրիվ այլ է։ Ինչ վերաբերում ասենք արտադրականին, դա այլ մոդել է։ Այլ ծառայություններ մատուցման կամ առևտրային ընկերությունները լրիվ այլ մոդել է։ Բայց կան բիզնեսի կանոններ, որոնք ի սկզբանե, որպեսզի սխալ հաշվարկ չլինի, ի սկզբանե պետք է պայմանավորվածությունները լինեն։ Օրինակ, շատերն են սխալվում, մենք հայերով, քանի որ ընդամենը 33 տարի է, որ բիզնես աշխարհ ենք մտել, բիզնեսը տողուբողը օվկիանոսի մեջ, ու այստեղ բավականին քիչ փորձառություն կա այս տեսանկյունից, ու մենք բնույթով արտադրանքին ուղղորդված մարդիկ ենք, այսինքն ստեղծում ենք մի ապրանք, արտադրանք, ծառայություն եւ փորձում ենք առաջ տանել դա, բայց բիզնեսի կանոնները կարիք ունեն, որպեսզի դու լինես շուկային ուղղորդված մարդ,
սկզբից շուկային հարցնես, ինչի կարիք կա։ Շատ ծեծված խոսքեր են դրանք, որ շուկային հարցնես, հաճախորդին հարցնես եւ այլն, բայց վերջի այսօրվա գործիքակազմը այնքան մեծ է, սոցիալական ցանցերը, արհեստական բանականությունը, կապերը, կոնֆերանսները, որտեղ շատ հեշտ է, որպեսզի դու քո գաղափարը կարողանաս վերիֆիկացնել ու կարծիք հայտնել։ Այսինքն, ճիշտ եմ հասկանում, որ շուկայի թեր ուսումնասիրումը կարող է հիմնական ձախողումներից մեկը լինել։ Շուկայի, եթե ուսումնասիրում ենք շուկան, մենք դա էլ մեկ ուրիշ սխալ է, որ արվում է ընդհանրապես բիզնեսում, որոշումներ կայացնելիս թե ինչ ոլորտ մտնենք կամ ինչ արտադրանք ծառայություն մատուցենք շուկային, մենք հիմնվում ենք երեկվա անցյալի ինֆորմացիայի վրա եւ այսօրվա ներկայի վրա։ Ներկայում կա բաժակի պահանջարկ, բաժակ արտադրենք, բայց շատ քչերն են, որ նաեւ որոշում են կայացնում ապագայի կանխատեսումների վրա։ Ինչ արտադրանք արտադրել պետք է հիմնված լինի ոչ թե ներկայի, այլ ապագայի վրա, ապագայում ինչպիսի կանխատեսումներ ունենք։ Շուկայի հետազոտությունը ասելով, ինչի նկատն է, որ չկենտրոնանանք այսօրվա դատայի վրա, այսօրվա տվյալների վրա, այսօրվա պահանջարկի վրա, կարիքների վրա, այլ այդ կարիքների փոփոխության վրա, մարդկանց մտածելակերպի փոփոխությունների վրա։ Օրինակ այսօր Հայաստանում մանրածախ ոլորտում լրջագույն խնդիր կա, որովհետև մարքեթփլեյսները վերջնականապես հաղթում են բնականաբար մանրածախ ոլորտին։ Դա ժամանակավոր չի, կարծում եք։ Ժամանակավոր են երկրներում, որտեղ տեղական գործարարներին, գործարար աշխարհին պետությունը պաշտպանողական պատնեշներ է ստեղծում, այսպես ասած, որպեսզի մրցակցությունից պաշտպանի, բայց այսօրվա աշխարհում դա բավականին բարդ է, միևնույն է, պատնեշները արագ քանդվում են։ Չեմ կարծում, որ ժամանակավոր դա լուրջ տրենդ է, որի հետ պետք է հաշվի նստել։ Պարոն Գևորգյան, ձեր բիզնեսի ընթացքում, որը դուք հիմնադրել եք, դե ամեն դեպքում բիզնես է, չէ՞։ Դուք ինչ սխալներ եք արել։ Օրինակ դուք խորհուրդ եք տալիս, բայց եղել է, որ ինչ որ մի պահի դուք սկսել եք չկողմնորոշվել ինչ պիտի անել ու ինչ որ մի բան սխալ է գնացել, ինչ որ մի ձախողում է տեղի ունեցել։ Հիմա ինչ որ ես պատմում եմ, այդ ամեն ինչը վերաբերում է նաև ինձ։ Որտեւ այդ սխալները անպակաս են, եթե դու զբաղվում ես գործարարությամբ, եթե զբաղվում ես ինչ-որ պրոդուկտ կամ ծառայություն ես ստեղծում, շուկայի հետ ես աշխատում, անհնար է խուսափել սխալներից։ Մանավանդ որ ի սկզբանե ճիշտ կլինի սահմանել, ես որպես մաթեմատիկ առաջինը հենց փորձում եմ սահմանել, թե սխալը ինչ է։ Սխալը ես ոչ միայն դիտարկում եմ որպես սխալ որոշում կայացնել, այլ նաև խուսափել որոշումներից, ավելին, որոշակի հնարավորություններ չօգտագործել։ Որոշում չկա, հնարավորությունը չեմ օգտագործել եւ որոշում ընդհանրապես չկա։ Ճիշտ բանին ոչ հասելն էլ է, չէ՞, կարևոր ինչ որ մի բան։ Դե բնականաբար, հա։ Այդ ոչը ամենակարևոր գործոններից մեկն է, որ մենք հայերով այդ ներառյալ ես, հա, որ բան խնդիր ունենք ոչ ասելու տարբեր պատճառներով, տարբեր մակարդակներով։ Այդ սխալները անպակաս են, ասենք սխալներ կարող են լինել օրինակ փոփոխություններին չադապտացվելը։ Հիմա ռեալ փոփոխություններ են, ու քանի որ փոփոխությունների արագությունները բավականին մեծացել են, հա, փոփոխությունները համեմատեմ մի քանի 10 տարի առաջ ենք ամիսը մեկ փոփոխություն էինք հիմնավոր։ Նույնիսկ ավելի երկարաժամկետ։ Մի 5 տարի առաջ շաբաթը մեկ տարի առաջ ամեն օր, իսկ հիմա օրը մի քանի այնպիսի գլոբալ նորություններ, այնպիսի գլոբալ որոշումներ են ի հայտ գալիս, որը ազդում է հենց այդ բիզնեսի ապրելաոճի, ապրելակերպի եւ բիզնեսի վարքագծի վրա։ Դա բիզնեսի համար ստրես չի, այսինքն օրվա մեջ այդքան փոփոխությունները, որին պիտի ենթարկվի բիզնեսը, եւ առհասարակ էդ էլ է, էլի, որոշում կայացնել, արդյոք մենք պատրաստ ենք մեր բիզնեսին ենթարկել այս փորձություններին եւ մենք պատրաստ ենք յուրաքանչյուր նորություն, յուրաքանչյուր տրենդ կիրառել բիզնեսի վրա։ Ոնց է ճիշտ վարվել։ Զուգահեռ պետք է արվի, իհարկե ստրեսային է դա, ու բիզնեսմենի գործարարի, գործարար բառը շատ եմ սիրում, մանավանդ գործարար ալիքում ենք, գործարարի համար առաջին հմտությունը ստրեսակայուն լինելն է։ Իսկ ստրեսի իրավիճակում որոշումներ կայացնելը դա բավականին բարդ է, որովհետև որոշում ես կայացնում շուկայի վերաբերյալ, ներմուծման վերաբերյալ, աշխատակիցների վերաբերյալ, բանակցությունների վերաբերյալ, հիմա որովհետև բոլորի վարքագծերը շուկա, գործընկեր ամեն ինչ լուրջ փոփոխություններ են ենթարկել։ Ու այդ ստրեսային իրավիճակը վերում է նաև սխալի հավանականության մեծացման բնականաբար,
ու երբ մի 10-15 տարի առաջ օրը կկայացներ 2 կամ 3 որոշում, հիմա տասնյակ որոշումներ, ու այդ տասնյակ որոշումները ալգորիթմի ձևով, այո, ոչ, որոշում կայացնեմ, անեմ, թե չանեմ, ու վերջում դու չես էլ կարողանում կողմնորոշվել արդյոք այդ ալգորիթմը ճիշտ անցար, որովհետև գալիս է նոր որոշումներ կայացնելու ոնց որ փորձառությունը, որովհետև գլոբալ եթե նայենք նույն իմ բիզնեսի մեջ, այստեղ շատ լուրջ որոշումներ կան կայացնելու, օրինակ աշխատակազմի հետ, որովհետև պրոֆեսիոնալ աշխատակազմ են, որովհետև տարբեր կարիքներ ունեն, տարբեր մոտեցումներ ունեն, իրենց հետ աշխատելու, աշխատելա ոճը, իրենց կառավարելու եւ այլն, բավականին ստրեսակայունություն է պահանջում։ Այսինքն մինչև այսօր դուք դեռևս այդ փորձությունների մեջով շարունակում եք անցնել։ Բնականաբար, որովհետև անընդհատ այդ փորձություններն էլ ավելանում են, այդ փորձությունները ավելանում են նրա շնորհիվ, կրկին որ փոփոխությունների է ենթարկվում։ Հաճախորդները իրենց մոտեցումները կտրուկ փոխել են։ Հաճախորդները հիմա բիզնեսները իրենք էլ հայտնվելով նույն իրավիճակում, նույն դաշտում, իրենք էլ իրենց պահանջներն են փոխում, պահանջներ են ավելացնում, որոնք որ մասամբ հնարավոր չէ իրականացնել, բայց դու պետք է իրեն կարողանաս համոզել, որն է իրական, որը ոչ, որն է հասանելի, որը ոչ։ Ուզում են այնպիսի նպատակների հասնեն կարճ ժամկետում, որ անհնար է, ու այդ անհնարությունը պետք է բացատրվի իրենց։ Դա էլ բանակցությունների վաճառքի ներկայացման այդ հմտություններն է, առավոտից երեկո այդ ամեն ինչի միջով անցնում են։ Որոշում կայացնել անընդհատ։ Որոշումներ կայացնել, որովհետև շատերի մոտ այդ գաղթակությունը կա, մանավանդ միջին տարիքի ձեռներեցների մոտ, գործարարների մոտ, ովքեր ասում են, սա ամեն ինչ ավարտեմ ու անցնեմ թոշակի, ճակերտավոր ասած, արդեն հանգիստ կյանքով ապրեմ, բայց դա անհնար է հիմա։ Հանգիստ կյանքով ապրելը մարդու բնույթից է կախված, օրինակ ես չեմ կարող հանգիստ կյանքով ապրել, ասենք տեսակի հարց է, չէ՞։ Կես օր անց արդեն ձանձրանում եմ։ Իհարկե ձանձրույթն էլ է, ասենք կարևոր բան մարդուն էներգիա տալու, բայց նայած իրավիճակում Այս տեսանկյունից կարևոր է հենց նաև մարդու բնույթը ու վարքագիծը։ Ձեր դեպքում պատասխանատվությունը կարծես թե ավելի շատ մեծ է, որովհետև դուք ոչ միայն ձեր համար եք որոշում կայացնում, այլ դուք այլ բիզնեսներին եւս փորձում եք ճիշտ ուղու վրա դնել ու խորհուրդներ տալ, ասել, որ այս որոշումը սխալ է, պիտի այս ճանապարհով գնալ։ Ոնց եք կարողանում այդ մեծ պատասխանատվությունը վերցնել, պարոն Գևորգյան, ու ինչ սխալներ են եղել, որ օրինակ դուք մտածել եք, որ վստահաբար սա ճիշտ ճանապարհն է, այ պիտի այս ճանապարհով գնալ ու ձախողվել է, ու ինչն է պատճառ հանդիսացել, եթե եղել են իհարկե նման դեպքեր։ Բնականաբար լինում են նման դեպքեր, ու նման դեպքերը լինում են ինչ պատճառով, որ դու ինչ որ խորհուրդ ես տալի, թե ինչպես դա իրականացնեմ, բայց իրականացնում են ոչ այնպես, ինչպես որ խորհուրդը տրվել է, բայց վերջը խորհրդատուի հետ է լինում քննարկման նյութ, ինչու այդպես չեղավ։ Ասենք օրինակ հիմա մի քանի ընկերությունների հետ որ աշխատում են, նույն խնդիրները այդտեղ կան տարբեր։ Վաճառքի հետ կապված խնդիրներ, կառավարման խնդիրներ, մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրներ, ասենք ընկերություն կա, որ ունի մարդկային ռեսուրսների կառավարիչ, ու այդ կառավարչի հետ որ խոսում եմ, հայերեն ասած HR-ի, հա, խոսում եմ, ինքը ամբողջովին իր տեսակետը աշխատակազմի իրավունքների պաշտպանության տեսանկյունից է խոսում։ Իսկ ես ասում եմ, իսկ բիզնեսը պետք է բալանսավորել։ Իսկ մյուս կողմից էլ բիզնեսի շահերից խոսի, իր վարքագիծը լինի, դժումը աշխատակազմ է, այսինքն լավագույն բալանսն է պետք գտնել։ Ու ընկերության սեփականատիրոջը ասում ես, որոշում կայացնողը դու ես, կամ որոշում ես իրեն աշխատանքից ազատել, կամ գործառույթների կտրուկ փոփոխություն անել, որովհետև ինքը բիզնեսի շահերից չի խոսում, խոսում է բացառապես ընկերության աշխատակիցների շահերից։ Կամ մյուս դեպքը, վաճառքի թիմի հետ աշխատում ենք ու վաճառքի թիմը որոշակի ցուցանիշներ հասնում է, բայց այդ ցուցանիշները հասնում է ղեկավարի սեփականատիրոջ կապերի շնորհիվ, ու այդ կապերը օգտագործում է իհարկե բնականաբար։ Հիմա հարց է ծագում վաճառքի թիմը ինչքան արդյունավետ դարձնես, ինչքան փոփոխության ենթարկես, ինչ կրթես, ինչ սովորեցնես, ու սկսում ես այդ կրթական process-ը, ու վաճառքի թիմը հասկանալով, որ իրենից ավելի շատ բան պետք է պահանջեն, որոշումը դուրս գա։ Ու դու քո որոշումը, որ իրենց կրթել էր պետք, որպեսզի ավելի բարձր ցուցանիշներ ապահովեն, հակադարձ էֆեկտն է թողում։ Շատ դաժան է։ Միանշանակ։ Ոնց եք դիմանում։
էներգիա է տալիս ինձ, անկեղծ ասած։ Եվ այն հաջողությունները, որ ճիշտ որոշումը տեղի ունենում ու ճիշտ ճանապարհով եք գնում, դա էներգիա է, չէ՞, ինչ որ չափով տալիս հաջորդների համար։ Դե, ու այդ փորձառությունը կարևոր բան է, ինձ նոր որ խոսեցի, որ էներգիա է տալիս, ասենք ավտոմատ, այդ ոչ վերբալ կոմունիկացիան, ձեռքս այսպես է, հա, նշանակում այդ պայքարի անընդհատ պայքարի մեջ լինելու միտումը կա, իհարկե ամեն մի փորձ հնարավորություն է տալիս կուտակելու լրացուցիչ գործիք, լրացուցիչ միտք, լրացուցիչ գիտելիք, որպեսզի հաջորդը ավելի հաջող իրականացնես։ Բնականաբար հաջող դեպքերը շատ են, բազմաթիվ են, բայց քանի որ այսօր խոսում ենք ձախողումներից կամ սխալ հաշվարկներից, ավելի շատ ամեն դեպքում այդ հաջողությունների հետևում միշտ ձախողումներն են, որքան էլ եթե փորձենք անգամ հաջողություններից խոսել, պիտի ձախողման մասին խոսենք, որովհետև առանց դրա երևի թե չի լինում։ Դե չի լինում, եթե ամեն ինչ հաջողված լինեն, մեր շատ գործարարներին ասում եմ սկսնակներին, որ ասում են խոչընդոտները շատ են, տարբեր խոչընդոտներ են վերում, ես էլ ասում եմ, եթե խոչընդոտներ չլինեն, երկիր մոլորակը դրախտ կլիներ, իսկ դրախտում ասում են շատ ձանձրալի է։ Ստահաբար։ Պարոն Գևորգյան, միշտ չի, չէ, որ ամեն դեպքում այդ հաջողված սկիզբը կարող է հուշել, որ դա լավ սկիզբ է բիզնեսի համար ու մտածել, որ այսպես էլ գնալու է։ Նման դեպքեր կան ձեր փորձի շրջանակում, որ ամեն ինչ ի սկզբանե հրաշալի է ընթացել, բայց հասկացել եք էլի, որ այ չէ, պիտի ամեն դեպքում գոնե կանգ առնել այս կետում, ինչ որ այլ փոփոխություն անել, որ բիզնեսը հանկարծ այս ստաբիլ լավի մեջ չմնա։ Դες Մոնիկա ջան, ինչն է հարցը։ Ես մի վիճակագրություն բերեմ այդ հաջող սկզբի հետ կապված, թե միջազգային, թե հայկական, նաև անձնական փորձով կկիսվեմ։ Ամերիկյան վիճակագրությունն ասում է, որ սկսնակ բիզնեսների 78%-ը չեն հասնում 5-րդ տարվան։ Ձախողում են, փակվում են։ Բոլորն էլ բնականաբար պայծառ մտքերով, պայծառ ապագայով, լավ էմոցիաներով սկսել են, բայց 78%-ը չի հասել այդ 5 տարվան։ Հայաստանում կա գրանցված 175,000 անհաձեռներեց ՍՊԸ, ՓԲ, ԲԲ եւ այլն տարբեր իրավաբանական անձինք։ Իրենց կեսն է, որ աշխատում է, այն մյուս կեսը, որ չեն աշխատում, բնականաբար էլի պայծառ մտքերով են սկսել, ինչ որ երազանքներով, ցանկություններով, ակնկալիքներով։ Երկրորդ կեսը, որ գործում է, իրենց կեսն են, որ պարբերաբար են գործունեություն վարում, մնացած կեսը տարին 1-2 գործարք են կատարում։ Այսինքն 35-ից 40,000 ձեռնարկություն է 175-ից, 25% մոտավորապես, որ շարունակում է գործունեությունը, այս տեսակետից ամերիկյան վիճակագրությանը մոտ է։ Ուզում ես ինչ-որ նոր բան անես, ուզում ես ինչ-որ որակյալ բան անես, ուզում ես մտնես բիզնեսի մեջ պայծառ ապագայի ակնկալիքով, բայց ինչ-ինչ պատճառներով ձախողում է։ Այդ ինչ պատճառները որոնք են ամենատարածվածները։ Մեկի մասին խոսեցինք արդեն, երբ որ դերակատարման բաշխում տեղի չի ունենում, երկրորդը այդ շուկայի մասին էլ մի պահ խոսեցինք, որ շուկան լավ չեն հասկանում, երրորդը սիրահարվում են իրենց պրոդուկտին կամ ծառայությանը, չորրորդը փոփոխություններին չեն ենթարկվում, հինգերորդը չեն կենտրոնանում բիզնեսում համակարգ ստեղծելու վրա, այլ կենտրոնանում են ապրանք ծառայություն վաճառելու վրա եւ բազմաթիվ պատճառներ կարող են հարյուրավոր պատճառներ լինել։ Իսկ ինչ անել ի սկզբանե, եթե հասկանում ես, որ բիզնեսը սխալ է գնում։ Ամենաճիշտ որոշումը արդյոք միշտ սխալ համարվում, օրինակ բիզնես փակելը, թե դա կարող է հաճախ ճիշտ որոշում լինել ըստ ձեզ։ Բնականաբար կարող է ճիշտ որոշում լինել, եթե դրա ժամանակն եկել է։ Ես էլ մանատիպ փորձ ունեմ, 2 տարվա փորձառություն, երբ որ ընկերները որոշեցինք ինչ-որ բան սկսել, կրկին պլանները հստակ էր, որոշում էինք կայացնում, թե ինչ անենք։ Ես բացի BAC ընկերությունից նաև 2 այլ ընկերություններում եմ բաժնետեր, բայց դա երրորդն էր, ոնց որ ուզում էինք սկսեինք, բայց ինչ-որ մի պահ եկավ, հասկացանք, որ մեր մոտեցումները բիզնեսի նկատմամբ տարբեր են ու իրարից որոշեցինք ընկերությունը շարունակել, բայց բիզնեսը ոչ, որովհետև ռեալ մտածելակերպերի, մոտեցումների,
ինչ ասեմ, շուկայի նկատմամբ պատկերացումների վարքագծի տեսանկյունից լրիվ տարբեր ենք։ Ես օրինակ խրախուսում եմ, որ տարբեր վարքագծի տարբեր մարդիկ լինեն մի ընկերության մեջ, բայց պետք է մտագրողներ լինեն, չէ՞։ Այո, մտագրողներ, իհարկե։ Ուղղակի իր այդ վարքագիծը տարբեր լինելով հանդերձ պետք է տանի մեկ նպատակի։ Եթե այդ վարքագծերը տարբեր նպատակների են տանում, արդեն խնդիր է։ Օրինակ բիզնեսում կարևորագույն հարց է, նոր կարող է բավականին մեծ սխալների բերել, երբ որ սեփականատերը որոշում պետք է կայացնի, իր էգոն է կարևոր թե բիզնեսի շահերը։ Դե շատ դեպքերում էգոին կարևորություն տալով բիզնեսի շահերը ոտնահարվում են, որից մարդը որոշումն է, ինքն այդպես որոշել, սա ավելի լավ է։ Այսինքն ինչպես է էգոն կարևորվում, եթե դու ձախողման ես գնում օրինակ։ Օրինակ տեսնելով իրենից ուժեղ մարդ, աշխատանքից հեռացնի։ Օրինակ, կամ ինչ-որ մի բան դուրը չի գալիս, ուղղակի դուրը չի գալիս ու փոփոխության է ենթարկվում, անկախ բիզնեսի շահերից։ Հաշվի առնելով թե ինչ հետևանք կլինի, չէ՞։ Հաշվի առնելով որ ինքը այդպես է ուզում։ Իսկ այդ էգոն է, բայց շատ դեպքերում էգոն հետ է մղվում, երկրորդ պլան է մղվում, բիզնեսի շահերն են առաջ գալիս, բայց դա էլ իր խնդիրները ունի։ Միշտ բալանսը շատ կարևոր է բիզնեսում։ Ձեր նախորդ պատասխանից մի հարց առաջացավ ինձ մոտ, այ Հայաստանում շատ են չի ասում, բարեկամի ընկերոջ հետ բիզնես անելը շատ վատ բան է։ Ոնց եք դուք դրան վերաբերվում, այդ պատկերացումների հարցն է, թե, չգիտեմ, միմյանց չհասկանալու հարցն է, որ նման տարածված մտածելակերպ կա ու արդյոք դուք ձեր փորձի շրջանակներում հանդիպել եք նման դեպքերի, որ իսկապես կյանքը եկել է ապացուցելու, որ իսկապես չպիտի էլի այդ մարդկանց հետ մտնել բիզնեսի մեջ։ Ես կողմնակից չեմ այդ մտքին, որ պետք է մտնել։ Որովհետև փորձը ցույց է տալիս, ես անձնական նմանատիպ փորձ անկեղծ ասած չունեմ, որովհետև միշտ խուսափել եմ, բայց իմ ընկերների, մեր հաճախորդների փորձը ցույց է տալիս, դա միշտ բերում է ձախողումների, միշտ պարտադիր։ Մի կես կատակ, կես լուրջ ինչ որ մի բան ասեմ, բայց իրականությունն է դա։ Ասում են հումորի կեսը իրականություն է, չէ՞։ Ասենք հայկական խոշոր բիզնեսներ նայեք, սկսում են բարեկամներով, կենցաղային հարց է, բայց ազդում է բիզնեսի վրա։ Սկսում են իրար հետ 2 տղամարդ, 3 տղամարդ սկսեցին առաջ գնացին, հետո այդ երեխաները մեծանում են ըստ մարդկանց, սկսում են երեխաները հարցեր բարձրացնել։ Ավելին ասեմ, երեխաները ամուսնանում են, սկսում են երեխաների ամուսինները հարցեր ու փեսաները հարց բարձրացնել։ Ու դա ասենք բնական մարդկային process է ու յուրաքանչյուր հարցն է բարձրացնում, Հայաստանում շատ բիզնեսներ կան, մեր աչքի առջև, որ մասնատվեցին հենց այդ պատճառով։ Մի խոսքով խորհուրդ չեք տալիս։ Ես խորհուրդ չեմ տալիս, բայց հաջողված դեպքեր էլ կան իհարկե, բայց ես անձամբ խորհուրդ չէի տա։ Մենք հաղորդման սկզբում նաև ռիսկերից էլ խոսեցինք, որ պիտի ինչ-որ մի պահի կարծես թե ռիսկի դիմել, ոնց է ճիշտ էլի, պատրաստ լինել ավելի շատ ռիսկի գնալ, թե շատ այսպես զգուշավոր մոտենալ բիզնեսին, այսա չանեմ, հանկարծ սխալ կանեմ, այսա էլ չանեմ, վտանգավոր կլինի։ Դա էլ է չէ ինչ-որ չափով երևի սխալ, որ զգուշավոր լինել չափից շատ։ Հիմա այս պայմաններում առանց ռիսկի անհնար է ինչ-որ բանի հասնել։ Զգուշավոր լինելը նշանակում է մնալ նույն տեղում։ Նույն տեղում մնալը այսօր նշանակում է, որ հետ գնալ, դիրքերը զիջել։ Դրա համար ռիսկի գնալը հիմա ամենակարևոր գործոններից մեկն է։ Առանց ռիսկի անհնար է որևիցե բանի հասնել։ Իսկ եթե ձախողում եք, ոնց եք հետո արձագանքում, ոնց եք այդ ստրեսից դուրս գալիս։ Ստրեսա չէ ամեն դեպքում։ Ամեն դեպքում ստրես է, բայց այդ ստրեսը մարդուց է կախված։ Մարդիկ կան, ովքեր ներքուս շատ են տանջվում, օրինակ ես այդպեսին եմ, ասենք մարդիկ ովքեր որ մեղավորության հիմնական գործոնը իրենց մեջ են փնտրում։ Ես այդպեսին եմ։ Մարդիկ կան, ովքեր որ ասենք ընկեր ունեմ, որ ասում է մեղավոր են բոլորը, բացի իրենից։ Այդ էլ է մարդու բնույթն է, չեմ ասում նորմալ։ Ես երբեք չեմ ասում մարդը լավն է կամ վատն է։ Այդ մարդը այդպեսին է, այդպեսին կա, այո։ Բավականին ստրեսային է, բավականին էներգիա տանող է, բայց միևնույնն է այդ խողովակի մեջով պետք է անցնես, ինչ որ մի պահի պետք է որոշում կայացնես, ռիսկի գնաս, ու այդ գործողությունները, որ բերում է լուրջ փոփոխությունների, իրականացնես։ Այլապես ընտրություն ես անում, ճահճի մեջ խորանաս,
թե փորձես դուրս գալ ու ինչ-որ sense մի արդեն փոքրիկ բացատում որոշում կայացնես, թե որ ուղղությամբ է շարժվելու։ Դուք այլ օրինակներ առանձնացրել եք մեզ համար, թե ինչ այսպես հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել։ Օրինակները բնականաբար առանձնացրել եմ, ու ես իդեպ իմ մտքերը, իմ գաղափարներին, մոտեցումները ինչ որ նոր բան սովորեցի, ես պարտադիր հեռախոսի մեջ իմ գրի եմ առնում պարտադիր ինչ որ նոր բան, որ հետո իրան օգտագործելու տեսանկյունից միշտ լինի, օրինակ մեր ընկերություններից մեկը, հաճախորդ ընկերություններից մեկը մի տարի պահանջվեց, որ սեփականատիրոջը բացատրվի, որ երբ որ դու ընդունում ես մարքեթինգի մենեջեր, դու պետք է իրան բյուջե հատկացնես։ Մեր ընկերությունները այդպիսի սխալներ գործում են։ Ընդունում են մարքեթինգի մենեջեր, ասում են դե աշխատի։ Իսկ ինչպես աշխատի, եթե բյուջե չկա։ Արդեն իր ասում դե իր աշխատավարձը արդեն ծախս ընկերության համար։ Առաջին հերթին ծախս չի, այլ ներդրում, այս կարևոր բանը, կարևոր է սա, բայց երկրորդ հերթին էլ պետք է տաս որոշակի դարտ, բյուջե, հնարավորություններ, որ կարողանա, ասենք այն նպատակներին հասնել, ինչ որ դրված է իր արժև, այլապես հաստատ չի հասնի։ Երկրորդը սխալներ գործում են, երբ որ մարքեթինգը եւ մենեջմենտը իրարից տարանջատում են։ Իրանք զուգահեռ աշխատող գործողություններ են, մեկը մեկին փոխլրացնող։ Ընկերություններ կան, որտեղ վաճառքի թիմը կապ չունի մարքեթինգի թիմի հետ։ Մանավանդ որ մարքեթինգային գործառույթները հիմա outsource են անում, չէ՞։ Այո, բացարձակ կապ չեն ունենում։ Բացարձակ կապ չեն ունենում։ Ու վաճառքի թիմին հարցնում ես, ասում ես ձեր հաճախորդին նկարագրի, նկարագրում է այս տիպի ձեր պրոդուկտները եւ այլն, բավականին լավ խորքային, իսկ մարքեթինգի թիմը SMM-ը, այսօրվա բառերով ասենք, անում է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, ինչպես ինքը գիտի, ինչպես եւ պետք չէ անել։ Outsource-ը լավ է այսօր։ Եթե խելամիտ outsource արվում։ Օրինակ հաշվապահության տեսանկյունից բավականին լավ է ու խորհուրդ եմ տալիս ես միշտ հաշվապահությունը նույնիսկ փոքր ընկերություններին հաշվապահությունը outsource անել, որովհետև կախվածություն չես ունենում ուղղակի մի մարդուց, մասնագետից, այլ կախվածություն ես ունենում ընկերությունից, համակարգից։ Այդ բավականին կարևոր գործոն է։ Այդ համակարգի մեջ կան լավ մասնագետներ, կան միջին որակի մասնագետներ, կան մասնագետներ, ովքեր անընդհատ սովորում կրթվում են, դու կարող ես սեփականատիրոջ հետ քննարկել եւ քո հաշվապահի հետ քննարկել, այս բավականին լավ է։ Մարքեթինգի կամ SMM-ի կամ թվային մարքեթինգի ուղղությունը outsource անելը միայն եթե աշխատանքի նկարագրությունը, ակնկալիքները եւ KPI-ները հստակ սահմանված են։ Եթե չկա KPI, ես ուզում եմ օրինակ իմ վաճառքը 5%-ով ավելացնել։ Ու մարքեթինգային շատ թիմեր խուսափում են վաճառքի մասին խոսելուց, բայց այդ ամենակարևոր KPI-ն է։ Ինչու համար ենք այդքան ռեսուրսներ ներդնում, որպեսզի ավելանա վաճառքները։ Որպեսզի ավելանա, արդեն պետք է հարցը բարձրացնեն, թե ինչ է իրենց անհրաժեշտ, որպեսզի ապահովված լինեն այդ ցուցանիշին հասնելու համար։ Որովհետև իրավիճակը հետևյալն է, որ ասում եք թվային մարքեթինգը դա ինչ է։ Վեբկայք, սոցիալական ցանցեր, տարբեր թվային հարթակներ, հա, արդեն արհեստական բանականություն, մի քանի օր առաջ մեր ընկերություններից մեկի անարհեստական բանականությամբ սեփականատիրոջ ներկայացամ գրում եմ ու չի ճանաչում, ասեմ գիտեք ինչի՞ց է, որովհետև արհեստական բանականությունը 1 տարի է, գոնե 1 տարի արդեն շրջանառվում է ու մեկ անգամ չեք մտել ձեր մասին հարցրել, գրել եւ այլն, ձեզ չի ճանաչում ինքը։ Հա, վեբկայքը գտավ, բերեց եւ այլն, դա ուրիշ հարց է, բայց դա սահմանափակ ինֆորմացիա է։ Շատ սահմանափակ։ Այդտեղ պետք է օրինակ այդ հնարավորությունը օգտագործվի, շատ մեծ հնարավորություն հիմա երիտասարդների չէ, թինեյջերների, ասենց ասած 17-18 տարեկանների բացարձակ մեծամասնությունը Հայաստանի մասն է խոսում։ Բացարձակ մեծամասնությունը իր համար բրաուզերը կամ ջուր բան է փնտրում, ChatGPT կամ նմանատիպ արհեստական բանականության հարթակներում է փնտրում։ Այո, բավականին լավ կիրառվում է այդ տարիքային։ Բավականին ցավ, ասենք գիտեմ մարդկանց, ովքեր միայն այդտեղ են արդեն։ Առաջ ենթադրենք Google-ում էին փնտրում, հետո սոցիալական ցանցերում, որովհետև մի պահ Հայաստանում Facebook-ը դարձավ ինչ որ բրաուզեր, հա, ինչ որ մտնում են, ինչ որ բաներ են փնտրում, հետո ինչ որ տեղ Instagram-ը պրոդուկտների համար, հիմա արդեն տեղափոխվում է արհեստական բանականություն։ Ասենք ես ակնհայտ բան եմ ասում, նորություն չեմ ասում, այդ
փաստ է, որ այդպես է, ուղղակի պետք է այդ տեսանկյունից հստակ KPI-ները սահմանվեն outsource անելիս, մարքեթինգային ծառայությունների outsource-ի մասին խոսքը։ Քանի որ մեր եթերը արդեն ավարտին է մոտենում, ես ուզում եմ ձեր խորհուրդը ավելի ճիշտ երբ կարելի է հասկանալ, որ այ բիզնեսը գնում է ձախողման։ Մի քանի այսպես ակնառու փաստ, որ դուք միշտ նկատում եք դա, որ եթե սա կա, պարտադիր սրանից հետո վատ է լինելու։ Խորհուրդ տանք, ովքեր գուցե այդ փուլում են գտնում, հասկանան, որ կամ պետքա դիմել խորհրդատվական ընկերության, կամ էլ պիտի մի բան անել իրավիճակը փրկելու համար։ Իսկորվա ամենաբարդ հարցը։ Նշանները շատ կարող են լինել, օրինակ նշանները կարող է լինել աշխատակազմի արտահոսքը, նշանները կարող են լինել վերջի 2-3 տարվա դինամիկան վաճառքների, նշանները կարող են լինել ծախսերի ոչ օպտիմալ կառավարումը, նշանները կարող են լինել, որ քո պրոդուկտը արդեն այնքան ընդունելի չի, ինչպես առաջ էր, այսինքն միանգամից շուկայից ինֆորմացիա վերցնելու։ Մի օրինակ բերեմ, էլի մեր հաճախորդների հետ կապված, վաճառքները ընկել է, խանութ է հագուստի, վաճառքները ընկել է, ինչ անեն, հավաքվում են, խելք են տալիս, ինչպես անել, ինչպիսի ծրագրեր, ասել խորհուրդ տվեցա, սա առաջին հերթին մի քանի օր ձեր աշխատողները թող լսեն հաճախորդները ինչ են խոսում հագուստը փորձելիս։ Իսկ իրաց մեսեջները վերցնեք, ինչ են խոսում իրար հետ, որովհետև եթե խոսում ենք բրենդինգի, բիզնեսի մասին, ոչ թե նայա ինչ որ ձեզ են ասում, այլ կողքի սենյակում ձեր մասին խոսում են։ Իսկ այդ ինֆորմացիան հավաքում եք, այդ ինֆորմացիայի հիման վրա եք կառուցում։ Երբ որ ամբողջովին անտեսվում է այդ մոտեցումը, նշանակում է բիզնեսը խնդիրներ ունի։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ, պարոն Գևորգյան, հետաքրքիր ու բովանդակալից, կարծում եմ նաև շատ խորհրդատվական զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ սխալ հաշվարկ հաղորդումն է գործարալիքի եթերում լսում կամ դիտում։ Իմ զրուցակիցը Սամվել Գևորգյանն էր, BSC բիզնեսի աջակցության կենտրոնի հիմնադիր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։